Բարի երեկո, Tribune-ի եթերում կարճ միացումն է, մենք շարունակում ենք հետևել շաբաթվա կարևորագույն իրադարձություններին։ Այսօր տաղավարում հյուրընկալել ենք քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանին, ողջույն պարոն Բադալյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Բադալյան, վերջին ամիսներին Հայաստանի ներքաղաքական եւ արտաքին քաղաքական օրակարգը ել ավելի է սրվել մասնավորապես ընտրական process-ներից հետո, երբ ընդդիմությունը ոչ միայն խոսում է, այլև մենք տեսնում ենք ակնհայտ, որ բացահայտ քաղաքական հետապնդումներ են իրականացվում, իշխանությունը օրենքի գերակայության մասին է խոսում, ընտրական օրենսգիրք է փոխում այս պահին, միաժամանակ ակտիվ քննարկում են արդեն TRIP-ի նախագիծը, Ռուսաստանի հետ հարաբերությունները եւ Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը։ Հիմա հետաքրքիր դիտարկում եմ, կարդացել վերջերս, որ իշխանափոխություն իրականացնելու համար ժողովուրդը պետք է պատրաստ լինի դրան։ Ըստ ձեզ, այս ընտրություններին ժողովուրդը պատրաստ չէր, թե ընդդիմությունը պատրաստ չէր, այս տեսանկյունից սկսենք։ Սկսենք նրանից, որ ընտրական գործընթացը, երբ որ ուսումնասիրում եք նորանկախ պետության ժամանակաշրջանում, սկսած 1995 թվականից, ապա կարող ենք ասել, որ 1990 խորհրդարանական ընտրությունների 95 թվականին, 99, 2003, 2007, 2012, 2017, 2018, 2021, ինչպես 21 եւ հիմա արդեն կարող ենք ասել 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները ցույց են տալու մեկ օրինաչափություն. Հայաստանում ընտրությունների միջոցով հնարավոր չէ իշխանափոխություն իրականացնել, որովհետեւ եթե մի գործընթաց 8 անգամ 30 տարվա ընթացքում կրկնվում է եւ տալիս է նույն արդյունքը եւ կոորդինատային համակարգը չի փոխվում, ապա պետք չէ մտածել, որ 9-րդ անգամ նույն գործողությունը այլ արդյունք կտա, բացառված այլ արդյունքի տալը, որովհետեւ այդ մեխանիզմը մեր մոտ 95 թվականին ջարդել են եւ հիմա փաստացի ասած այդ ընտրական մեխանիզմը տենց սարված է պատրվում։ Երբ որ դուք նայեք միշտ խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն է ստանում պաշտոնական տվյալներով այն ուժը, որը այդ պահին գործադիր իշխանությունն է տիրապետում։ Եթե վերցնեք 95 թվականից սկսած թվարկած բոլոր ընտրությունները այդպեսին են, բացի 99 թվականին եւ 2018 թվականին, երբ որ 95 թվականի խորհրդան մեծամասնությունը նախկին հրեշական կամ Հայաստան ուրեմն բլոկներ, հանրապետություն բլոկներ եւ դա բերվեց մեծամասնություն ստացավ Կարեն Դեմիրճյան, Վազգեն Սարգսյան քաղաքական զույգի ուրեմն կողմից ղեկավարող քաղաքական ուժը Միասնություն դաշինքը եւ մյուսը 2018 թվականին խորհրդան մեծամասնությունն հանրապետական Բարգավաճ եւ այլոք եւ 18 թվականին դեկտեմբերին արտահայտ խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեծամասնություն ստացավ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ իսկ դրանց արանքում եղած բոլոր ընտրություններին հայ ժողովուրդը կարող ենք ասել միշտ ընտրում է իշխող քաղաքական ուժին ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներին, որտեղ թե իրականում ում է ընտրում, դա ոչ մեկի չի հետաքրքրում։ Դրա համար ասել թե ժողովուրդը պատրաստ չէր, թե անդիմությունը պատրաստ չէր, կարևոր չէ։ Ժողովուրդը հակառակը ցույց տվեց, որ ինքը գնաց մեծամասնությամբ շատ մեծ ապահովեց մասնակցությունը, սակայն քանի որ մեխանիզմը ինքը չի աշխատում, ինքը չէր կարող այլ արդյունք ունենալ։ Նույնը վերաբերվում է նաև հանրաքվեներին։ 95 թվական, 2005 թվական, 2015 թվական, ավելին 15 թվականին նաև ոչի շարժում եղավ, բայց քանի որ ինքը հանրաքվե նույնպես ընտրության ձևաչափ է, ապա բնականաբար նույն արդյունքն է ստանում։ Դա նշանակում է, որ իշխող քաղաքական ուժի կողմից համանդրական այն փոփոխությունը, որը կներկայացվի տարբերակաշտանը եւ 27 թվականին գդանի հանրաքվե, կունենա նույն արդյունք, այսինքն այսօրվանից արդեն կարող ենք շնորհավորել ԿՊ-ին նոր սահմանադրություն ընտրվելու կապակցությամբ։ Անկախ այնտեղ ինչ է գրված, ուզում եք գրեք, որ Ադրբեջանն Հայաստանում երկրորդ պետական լեզու է։ Ինչ ուզում եք գրեք, դա արդեն անցած է։ Պարոն Բադալյան, հանրապետական միշտ եղած փաստերի վրա։ Հանրապետական Էդուարդ Շարմազանովը վերջին հյուրն էր մեր տաղավարում եւ այսպիսի հայտարարություն արեց, որ ընդդիմությունը խաղաց Նիկոլ Փաշինյանի դաշտում եւ նրա կանոններով դրա համար էլ պարտվեց, դուք համաձայն եք։ Չէ, բնայս ասում, կապ չունի, իսկ 18 թվին ում դաշտում էր խաղում, բայց 17 թվին այն ժամանակ ընդդիմությունում բան էր խաղում, բայց 95 թվականին ում դաշտում էր խաղում, բայց 2003 թվականին ում դաշտում էր խաղում, էլ եմ ասում, երբ որ դու վերցնում ես 35 թվական, սա օրինաչափություն է։
Սա օրինաչափություն է, կապ չունի այնտեղ անդիմությունը ում դաշտում խաղացում, իրան հարցնեք, ասեք, բա ձեր ժամանակ անդիմությունը ում դաշտում է խաղում, որ միշտ ժողովուրդը գնում էր հանրապետականներ, հա, ընտրում, sense երջանիկ էր ապրում հանրապետականների ժամանակ, արտագաղթը կար, մենաշտոները կա, քրեոլիգարխիկ համակարգը կար, գնում ձեզեր, հա, ընտրում։ Թեպետ հա ճիշտ եք ասում, երևի կկրկնվեմ, որ ասեմ, եթե ընդդիմությունը իսկապես խաղում էր իշխանության դաշտում, այն որ ընդդիմությունը ինքը սխալեր ուներ, դա ուրիշ հարց է։ Հա, այս վերջին 5-6 տարին ինչի անընդհատ չփոխեց էլի իր գործելավոճը, օրակարգը առհասարակ էլի, եթե հասկանալի էր, որ խաղում է այդ դաշտում։ Կապ չունի ինքը խաղա թե չի խաղա, այս մեխանիզմը դու չես կարող իշխանություն փոխես։ Ինքը չի աշխատում մեխանիզմը։ Հայաստանում այդ մեխանիզմը միակ ընտրություն, միակ ընտրական իրական ընտրությունը, որ եղել է եւ ընդդիմությունը հաղթել է պարլամենտում, երբ որ գործադիր իշխանությունը այլ քաղաքական ուժեր ինքնընտրությունների միջոցով հաղթեց, դա 1990 թվականին խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի վերջին ընտրություններ, որի փողոցի ճնշման դեպքում, իդեպ ես էլ ժամանակ, ասենք փողոցի ճնշման մասնակիցներից էր, կարողացավ ուրեմն բանան, որպես դիտարկտեի նայեմ եւ որպես այսպես արդեն առաջին ուսումնասիրություններն են ընտրական գործընթացի, այնտեղ իրանք իրոք հաղթանակ տարան։ Դրանից հետո անգամ 91 թվականը առաջին նախագահ ընտրությունը չեն քաշում, որովհետեւ ճիշտ է նա արդարը տրոց, բայց այս ժամանակ ասենք նա ուրիշ ոչ մեկին չհաղթեց, էլ ինքը ոնց որ արդեն իշխանություն եղավ, բայց վարկանիշունը չկերտեցին։ Դրան իդեպ դեռ նախագահականներ 96 թվականի նախագահան, 98, 2003, 2000 ուրեմն գալիս է այնտեղ 8 թվական, 2000 հետո այնտեղ գալիս է 2013 թվական, բոլոր այդ ուրեմն նախագահական ընտրությունը նույնպես ըստ պաշտոնական տվյալների հաղթել է տվյալ պահի իշխանություն։ Դրա համար այն մարդիկ, որոնք որ կասեմ թե ընդդիմությունը, ել եմ ասում, սխալերի մասին կարող եմ առանձին խոսալ, բայց ընդհանուր վերցած ինքը չէր կարող ոչինչ անել։ Սա օրինաչափություն է։ Մոռացեք ընտրությունների մասին։ Երկու դեպքում կարող եք ընտրություններում հաղթանակ տանել։ Առաջին, երբ որ ուրեմն իշխող քաղաքական ուժը համաձայն լինի ընտրությունների արդյունքով պարտվել, այսինքն ասում է, հա, եթե դուք հաղթեք, ներքին պայմանավորվածություն։ Չէ, պայմանավորություն չկա, ինքը ազնիվ է, ասում է, եթե ժողովուրդը քվեարկի X քաղաքական ուժի, ես կհանձնեմ կգնամ, սա մեկ, եւ երկրորդ, եթե կա աշխարհաքաղաքական այնպիսի ուժեղ ճնշում տվյալ իշխանության վրա, որից ինքը կախված է, որը ստիպում է նրան ընտրությունների արդյունքի հետ հաշվի նստել, այդ դեպքում այո, ինքը ընտրությունների արդյունքով կարող է գնալ, բայց առաջին այս երկու գործոնները հիմա չկային, իշխող քաղաքական ուժը ոչ մի պարագայում չի համաձայնվել իշխանությունը թողել ընտրությունների միջոցով, իսկ քանի որ այս իշխանությունների վրա բավական ուժեղ արևմուտքի ազդեցությունը, արևմուտքն ասել է ինչ ուզում ես արա, դու պետք է մնաս իշխանություն։ Մենք վրա չենք ճնշել։ Իսկ Ռուսաստանը չունեն ազդեցություն այս քաղաքական ուժի վրա, որ ստիպի նրանց հեռանալ։ Դրա համար ընտրական գործընթացը մոռացեք։ Լավ, այդ դեպքում, եթե ընտրականը մոռանում ենք, ինչու չաշխատեց նաև փողոցային շարժումը, ինչու չաշխատեց նաև impeachment-ը, որը նախաձեռնել էր նույն ընդդիմությունը, նույն հանրապետականներն էլ միացան, ինչու չաշխատեց։ Հիմա էլ վարկած է պատտվում, որ այդ չստացած ձայները, Ծառուկյանենց Բարգավաճից չստացված ձայները, այսինքն կստանան այս մյուս ընդդիմությունից, կներքաշեն իրենց դաշտ ՔՊԱ-կանները։ Չէ, ներքաշը չկա, ներքաշը մասի։ Ինչու չաշխատեց փողոցային պայքար, Հայաստանում փողոցային պայքարը նույնպես երբ որ վերցնում եք, սա 92 թվականն է, չգիտեմ դուք հիշեք թե չեք հիշեք, կարող չի հիշեք շատ յետասարդեք, 92-93 թվականներին փողոցային են ցուրտ մուտ տարիներին արդեն ցույցեր կային, բավականին արշեցադորներ, ղեկավարական, հա, ես էլ եմ մասնակցել, այնտեղ մոտավորապես մի քանի տասնյակ հազար մարդիկ գնում էին դեպի նախագահական ընտրությունները, նախագահի նստավաց Տեր-Պետրոսյանը ղեկավարում էր Արշակ Սադոյան եւ մի քանի այլ գործիչներ նույնպես ուրեմն հաջողություն այդտեղից սկսեց փողոցային պայքարը, բայց միջև մեր օրերն էլ ցույց տվեցին, որ փողոցային պայքարով իշխանություն չի փոխվում։ Այսինքն 18 թվական բազմաթիվ անգամ ասել եմ, 18 թվականին փողոցային շարժումը դա ընդամենը ուղեկցող PR կամպանիան է, թատրոնն է, ներքին պայմանավորությամբ իշխանությունը հանձնվել է երաշխիքով, որ հանձնվողի նկատմամբ որևէ դատական, իրական դատական, ոչ թե ասենք այս ձևական դատական, այսինքն ոչ մեկ բանտ չի նստելու եւ իշխանություն հանձնած քաղաքական ուժից ոչ մեկը քրեալոգիախի կամակարգից ոչ մեկը բան չի նստել։ Հա, բան Բատելյան։ Այսինքն փողոցը մոռացեք, ինչ վերաբերում է impeachment-ին, impeachment-ը պետք է կարողանաս ուղեղ ունենաս, որ ճիշտ անցկացնես, ճիշտ անցկացեցիր կաշխատի, սխալ անցկացեցիր չի աշխատի։ Իսկ այդ դեպքում իշխանափոխության համար ինչն է կարևոր, այդ առաջնորդ ունենալը, թե ավելի ճիշտ օրակարգ ունենալը։ Ուղեղ ունենալը։ Ռազմավարություն։
Չէ, բան ունենալը, այդ քթիցակ ունենալը քաղաքական տեսակետից, եթե դու ուզում ես հաղթես Նիկոլ Փաշինյանից, դու պետք է Նիկոլ Փաշինյանից ավելի նպատակասլաց լինես, Իրան Նիկոլ Փաշինյանից ավելի այսպես վճռական կամային լինես, կամային գործիչ լինես, որտեղ Նիկոլ Փաշինյանը կամային գործիչ է։ Իրանից ավելի կրեատիվ լինես, որտեղ ինքը գիշերվերկություն դուրս եկավ ասեց, ես հաղթել եմ ու վերջ։ Դա բավական լավ տեխնոլոգիական քայլ է։ Դուրս եկավ ասեց, այնտեղ ընդդիմություն ասեց, նայեք, այն իր հետևը կանգնած, գործիչների չհաշվարկած, չգիտեմ, դեմքերի արտահայտություն է, ինչ կապ ունի դեմքը, ինչ արտահայտություն է, կարևորը մարդը դուրս եկավ ասեց, ես հաղթեցի։ Իշե քաղաքական պայքար արդյունքն է կարևոր, այդ միջանկյալ առանձին գործոնները բացարձակ նշանակություն չունեն։ Այո, եւ այսինքն դու պետք է ավելի նպատակասլաց լինես, դու ավելի վճռական ու կամային պետք է լինես, դու պետք է կրեատիվ լինես։ Այդ եթե 3-ով գոնե 5% գերազանցես Նիկոլ Փաշինյանին, դու իշխանապողություն կանես, այսինքն այն գործիչը, որը այս 3 պարամետրերով գոնե 5% ավել կլինի, քան Նիկոլ Փաշինյանը, ինքը իշխանապողություն կանի։ Քանի որ եղած բոլոր գործիչները էականորեն զիջում են Նիկոլ Փաշինյանին թվարկած ցուցանիշներով, դրա համար իշխանապողություն չի լինում։ Սա մեկ եւ երկրորդ պարտադիր պետք է ունես արտաքին քաղաքական աջակցություն։ Առանց արտաքին աշխարհակաղակական կենտրոնի ամբողջ արևմուտքը մեջքին կանգնած ամբողջ արևմուտքը դրա համար ծիծաղել է, երբ որ անդիմադիրները գնում են եւ Եվրոմիության չենքի ներկայացության դիմաց բողոքում են, ասում են, տեսեք, Հայաստանում Բայց եթե չբողոքեին, ասելու են ոչ մի բան չեք ձեռնարկում, ուրեմն համաձայն եք դրա հետ։ Չէ, կարելի է ուղղակի հայտարարություն անել ու ասել, մենք դրա հետ համաձայն չենք, բայց գնալ այնտեղ բողոքել, որը երբ որ իրանք են ասել այսպես արա, որտեվ իրանց համար, նայեք, Հայաստանում տեղավորած ընտրական գործընթացը դա ներհայաստանյան չի, այս է ամենամեծ սխալը, որ չեն կարող ընդդիմադիրները հասկանալ։ Սա արտաքին քաղաքական միջամտություն բան գործընթաց է Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչպես Ուկրաինայում, բայց երկու կողմերն են, մի կողմը Ռուսաստան, մի կողմը հավաքական արևմուտք, ինչպես Ուկրաինայում են նրանք հարաբերություններ պարզում, բայց ռազմական ճանապարհով, նույն Հայաստանում, բայց քաղաքական ճանապարհով են հարաբերություններ պարզում, դրա համար դուք այստեղ մենակ ձեր ուժերի վրա հենված չեք կարող հաջողության հասնել։ Նշեցի, այս 3 ցուցանիշները պետք է պարտադիր արտաքին քաղաքական աջակցություն։ Առանց դրա դուք չեք կարող հաջողություն հասնել, բայց մի բան, որ անդիմությունը այս պայդրությամբ ընդհանրապես հաշվի չի առնում եւ ոնց որ թե տեսնում ենք, այդ ուղղությամբ ընդհանրապես աշխատանք չի անում։ Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որը անում է։ Այսինքն ցույց է տալիս, որ ինքը ուզում է իշխանություն։ Բայց կարող ենք այս բարագայում ասել, որ ընդդիմությունը ավելի շատ պարտվեց ոչ թե Փաշինյանին, այլ իր սխալների պատճառով։ Չենք պարտվեց Փաշինյանին, որտեղ Փաշինյանը, հայ, Փաշինյանը, որտեղ Փաշինյանը իրանցից ավելի նպատակասլաց էր, ավելի բաներ, վճռական կամային էր, ավելի բաներ, ասենք, ավելի ստեղծագործական էր։ Իր սխալներն էլ այո ընդդիմությունը ուներ։ Եթե այդ սխալները ինքը ուղղեր եւ ավելի լիներ, հա, նաեւ տեխնոլոգիական գործընթացը շատ վատ ասեց, նաեւ զուտ ընտրական կամպանիան։ Ամենագլոբալ սխալները ընդդիմության, որոնք էին, իրանք չունեն Նիկոլ Փաշինյանին բան է ներկայացած իրական Հայաստանի իրական այլընտրանք չունեն։ Նիկոլ Փաշինյանն ասում է, սա Հայաստանը, իրական Հայաստանը ցույց է տալ իրական Հայաստանը, որ իր մակարտեզը իր պիջակի վրա կամ կոստյումի վրա ուրեմն պատտվում է։ Ասում է, սա իրական Հայաստանը, սա շոշափելի Հայաստանը, ձեզ կարող է դուր գա, կարող է դուր չգա, բայց սա շոշափելի տեսլական է, որ ինքը ներկայացնում է, մենք գնում ենք սրան, որտեղ չի լինելու Արցախի հարց, որտեղ չի լինելու ցեղասպանության ճանաչում, որը սուսուփուս իր համար հենց գլուխը կախ լինելու, բայց սա շոշափելի է։ Ասում են կանդիմադիրներ, դուք ձեր Հայաստանը ասեք, Արցախը կա թե չկա, ցեղասպանության ճանաչում կա թե չկա, ինչ որ կետեր են ասում, 300,000 աշխատատեղ են բացելու։ Անգեր ջան, դե ախր 300,000 Ամերիկայի նման հզոր երկրում թեմայի մասին չկար։ Հա, դե մենակ Հայաստան դաշինքն էր մի քիչ ասում, որ կորցենք ինչ որ մի տենց Արցախի հետ կապված չեն գեր, հիմա սա այո, բայց ուղիղ եւ կոնկրետ ոչինչ չի ասվել, այո։ Չի ասում Հայաստանը ինչ օրենտացիոն սկզբունքով անելու արևմուտքի հետ, թե BRICS համակարգում կամ ասենք ԳԱՏՄ համակարգում եւ այլ, այսինքն պետք է Հայաստանի հետ Արցախն էլ դու քո դրոշը դներ, ասենք քո այդ զնաչոկը կախեր, հա, Արցախը մեջ ելներ, կծներ այդտեղ եւ ասեր, սա էլ իմ Հայաստանը, այնա իր Հայաստանը, սա իմ Հայաստանն է։ Եվ ես այո, այս կետերով եւ ներկայացնել քո տեսլական Հայաստանը, ներկայացնել ասել, Իրանը սա է, իմս որ մարդիկ կտրելու հնարավորություն են։ Դու ասես Նիկոլ Փաշինյան դավաճանա, վատնա, չգիտեմ, մարդասպան է սա եւ այլ, դավաճանել է, սպանել է, մորթել ամեն ինչ արել է,
ասում եմ հասկացանք, բայց դու ինչ ես առաջարկում։ Դու էլ սկսում ես քննադատել, այսինքն իրանք հա ինչ որ կետեր են ասում 300,000 աշխատատեղ, ինչ որ բնակարան ձրի կտան բան կանենք, հիմա մարդկանց համար կարևորը չհասկացան, որ կարևոր է սպային մարդկանց համար իրանց անվտանգության հարցն է։ Ոչ թե բնակարան ստանալ, ինչ որ այն 5-րդ երեխային բնակարան տալը կամ աշխատատեղ։ Իրանց համար հիմնականում անվտանգություն։ Նիկոլ Փաշինյանը, այս իրական Հայաստան սոցիալական այդքան պետք չէ։ Մարդկանց հետաքրքրում է հիմա անվտանգության հարցը։ Լավ խաղաց իշխանություն է հենց։ Խաղաց ինքը ներկայացեց իր նախընտրական կամպանիա։ Սա նորմալ է։ Հա, ինքը ասաց խաղաղություն, այս Հայաստանում, մարդց ժողովուրդ, այս Հայաստանում այս որ իրական խաղաղություն է, դու լավ է, դու խաղաղ որեղա մնացածը կանենք։ Մարդկանց մոտ էդ էլ աշխատեց։ Հիմա տեսեք ասում են, չէ՞ Նիկոլ Փաշինյանը այնտեղ բան ար 720,000 ձայն է ստացել։ Նիկոլ Փաշինյանը վարչական ռեսուրս է կիրառել, ասում լավ 100,000 վարչական ռեսուրս ա լցրել։ Լավ 200,000, լավ 300,000։ Հանում են 200,000, մնում է 427,000, 427,000-ը ավելի շատ է, քան առանձնացած բոլոր անդիմադիր ուժերինը։ Եթե վերցնում եք, հա, բարգավաճ 60,000 է, մեկը 300,000, այսինքն ինքը, եթե անգամ 40% վարչական ռեսուրսը, մնացած ձայները ինքը ավելի շատ է ստացա այնուամենայնիվ, քան մյուսները, այսինքն հասարակության գիտակցության մեջ փոփոխություններ են եղել։ Բայց այդ փոփոխությունը դեպի ուր է տանում։ Իրական Հայաստան է տանում, դեպի Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստանը։ Փաշինյանի իրական Հայաստանը տանում։ Իսկ դուք համաձայն եք այն թեզի հետ, որ ասում են Փաշինյանին ընտրողները ընտրում են Ալիևին ու Չէ, դե ես չգիտեմ, եթե արդեն այնտեղ Ալիևն ընտրում թե չեն ընտրում, ես ֆիքսում եմ այն, ինչ որ իրականում կա։ Դուք որպես քաղտեխնիկ։ Հա, ես ասեմ այն։ Վիճակագրություն, փաստեր։ Այո, թե ով ինչ է մտածում, ով ինչ է մտածում, դա ոչինչ չի կարող ասել, որտեղ ոչինչ սոցիոլոգիական հարցում չի անցկացրել, թե դրա ընտրողը Ալիև բան է, Էրդողան բան ընտրում, թե ինչ է ընտրում։ Դա ուղղակի իր անդիմախոսներն են, որոնք ընդամենը չունենալով որոցե սոցիոլոգիական, ասենք, հա, հարցում չլա սոցիոլոգիական հարցումները չեմ հավատում, բայց ամենայնիվ ոչ մի սոցիոլոգիական հարցում չունենալով զուտ PR են անում, թե նրա ընտրողը Ալիև ընտրում կամ Էրդողան ընտրում։ Իրանց իրավունքն կարող են ասել, բայց արդյունքում կարողացան ապահովել գոնե հավաքական առումով ինչքան 500,000-ին մոտենում էր 550 ապահովեցին դա։ Չէ, դա ոչ մի բան չի, դա սխալ մոտեցում է։ Կարևորը ով առաջին տեղը, երկրորդ տեղը նշանակություն չունի։ Այստեղ կարևորը մասնակցությունը թեզը դրվում է։ Չէ, կարևոր չի մասնակցություն, թեզ կարևորը վերջնական մրցակցության մեջ ում աթոռը հասել վերջ։ Ում աթոռը հասել։ Լավ, պարոն Բադարյան, Հայաստանում այսպիսի մթնոլորտ է ձևավորվել, երբ մարդիկ ամեն օր որ արթնանում ես, մեկ է սպասում ես հաջորդ թելում կձերբակալեն։ Հիմա տեսնենք էլ ինչա մեզ սպասում հաջորդ քաղաքական հետապնդման թիրախը ով է։ Քաղաքական տեխնոլոգիաների տեսանկյունից ընդդիմադիր առաջնորդների կալանքը վերջո նրանց թուլացնում է, թե ճիշտ հակառակը հերոսացնում է այս պահին։ Ընդդիմության օգտին է խաղում, թուլացնում է։ Այո, որովհետև տեսեք, ռուսական կողմը տնտեսական բանեց սահմանափակումները մտցրել։ Ենթադրաբար այն տեսակետ ունենալով, իդեպ նշեմ, տեղի ունեցած հունիսի 7-ի ընտրությունները եւ Սահմանադրական դատարանի այդ որոշումը փաստենք, որ հələ ավարտ չի, որովհետև Հայաստանի իշխանությունների ձևման գործընթացում վերջակետ դրված չէ, որովհետև այդ գործընթացը թե արևմուտքը, թե ուրեմն Ռուսաստանի Դաշնությունը շարունակում են, որտեղ երբ որ սահմանափակում են մտցում, նշանակում Ռուսաստանը էլի գործողություն են անում։ Սա բազմասերիանոց կինո է։ Առաջի սերիայում հաղթեց Ռուսաստանը։ Ներողություն, հաղթեց արևմուտքը, Ռուսաստանը պարտվեց։ Ռուսաստանը ուզում էր 3 ռուսամետ ընդդիմադիր ուժերով հաղթանակ տանել, իրան ուղղակի Ռուսաստանին չեն ասել, որ Հարգերի Կիրիենկո Հայաստանում ընտրություններով հնարավոր չի իշխանություն փոխել։ Իրան եւի չեն ասել, ինքը իր սոցիոլոգիական հարցումներով տեսել է, որ հայ 3 ռուսամետ ընդդիմությունը իրականում ավելի շատ ձայն է ստանում, քան ԿՊ։ Սոցիոլոգիան գուցե իրական այդպես էր ցույց տվել։ Ուղղակի իրանք հաշվի չէին առել, որ կարող է, ասենք, վարչապետը դուրս գալ ասել, ես եմ հաղթել ու վերջ, գործան հանգուցը կտրել գծեր մի կողմ ու իշխանությունը վերցրել։ Միգուցե դա չէին հաշվարկել, որ այդ քայլի կգնա։ Նա գնաց, ասենք, դրսևորեց կրեատիվ մոտեցում եւ այդ քայլը իրականացրեց։ Սահմանադրական դատարանը վերջ դրեց, վերջ փակեց այդ հարցը, այսինքն ընտրություններով այլևս ռուսական կողմը Հայաստանում չի կարող իշխանություն փոխել։ Հիմա երկրորդ սերիան է սկսել, կոչվում է պլան B, ըստ
դիտարկումների պլան B սա է հիմա տնտեսական սահմանափակումներ բացեն, կա սոցիալական ինչ-որ լարում առաջանա, ժողովուրդը կատաղ է, որ չի կարողանում հայ գյուղապրանքը վաճառել, սոցիալական բունտ լինի, ռուսամետ ընդդիմությունը կազմակերպի սոցիալական բունտը, գան իշխանության վրա ճնշում գործադրել, Մոսկվա ազգային ժողովում падին, ասենք ռուսամետ ընդդիմությունը 41 մանդատով եւ սոցիալական բունտել իրեքով միասին տապել են իշխանությունը։ Այ մոտավորապես հիմա այդ գործընթացն է գնում, որը կասկածում են, որ հաջողություն կունենա, որովհետև Հայաստանում ընդհանրապես սոցիալական բունտեր չեն եղել եւ դա մի քիչ մեր մենտալիտետին հարիր չի, մարդիկ ամաչում են սոցիալական էլեկտրիկ Երևանը սոցիալական չէ, դա պոլիտեխնոլոգիական պրոյեկտ էր, երբ որ փորձարկվում են փողոց փակելու բան այդ ժամանակ ոստիկանությունը ինչ կանի։ Առաջին 2 օրը բան այդ փողոցը փակեցին, տեսնեն ոստիկանության արձագանքը, որ հետո էդ Երևանի բաներ, այդ տրանսպորտային համակարգը օլիգարխացվել եւ այլ խմբավորման ձեռքը ուրեմն դնելու բաներ գործընթաց էր դել ուրեմն էլի տեխնոլոգիական գործընթաց էր այնպես չի որ դա ինչ-որ ժողովրդի չէ դա սոցիալական բան չէ դա կազմակերպված միջոցառում էր բայց հիմա խիչ են անում այդ 50 դրամը փորձեցին արել չստացվեց չէ տվեցի պատասխան այդպես որովհետև այն ժամանակ իշխող թիմից բան ամբողջ իշխանության մեջ կան տարբեր խմբավորներից մեկը ուզում էր ամբողջ տրանսպորտը վերցնել այն գազելները այն օլիգարխ մականունավորներից դնել իր հսկողության տակ դրա համար կազմակերպում էր այդ միջոցառումը հիմա այդ կազմակերպի հիմա դրա կազմակերպիչները չկան դրա համար չի ստացվում իսկ դա ինքնաբուխ ոչ մի բան չի դա բավական լուրջ գործընթաց է այդ ընդդիմությունը չի սիրում երկար աշխատել դա ասեմ ուզում եմ 1-2 օրվա ընթացքում մի բանանի հա ու սա էլի իր գործանի դա հայ հոգեբանությունն այսօր աշխատեցի փողը դիգրպանից գնացի այսա բանա մեր հոգեբանությունը որը իստանակ ովքեր որ անում են գիտեն ինչ են անում եւ անպատիժ են մնալու դա գիտեն երաշխիք ունեն որ անպատիժ են մնալու որտեղ ոստիկանությունը ոչ մի բան չի անի իսկ ընդ այսօր անդիմությունը մեր անգամ ասենք ոստիկանությունը բրոցում իրար գործը գդատարածի հիմա ինչ վերաբերում է սոցիալական հարցերը մեր մոտ եղել են որոշակի ուրեմն գործընթացներ կարող են հիշեք ոսկերիչները գնացին կառավարության մեջ ինչ որ մանր արտադրականները առևտրական կենտրոնները իդեպ դրանց կազմակերպիչը որ կազմակերպել է դեռևս այս նախորդ իշխանությունների ժամանակ եթե հիշում եք շքամուտքում նրան ծեծեցին էլ թողեց գնաց դրա մասին մեծ մամուլ գրեց եւ այլ այսինքն նախկին հանրապետականները որ գալիս են իմաստը խոսում են իրան ժամանակ են նաեւ որ ժողովրդին ծեծել են թույլ չեն տվել սոցիալական ուրեմն շարժումներ լինի դրա համար ժողովուրդը արդեն հասկացել որ սոցիալական շարժումները արդյունք չեն ունենում դե համար հիմա որ հանրապետականները մյուսները գալիս են ասում են սոցիալական շարժում թողնելի չէ չինել որտեղ 35 տարի հասարակությանը սորացել են եւ ամենակարևորը սոցիալական անգամ այդ տնտեսական խնդիրները որ մարդիկ գալիս են ինչ էին ասում կառավարության դեպ մի քաղաքականացեք մեր հարցերը հիշում եք այդ հայտնի հիմար հայտարարությունը մի քաղաքականացեք չհասկանալով որ կուսակցականացնել ու քաղաքականացնել տարբեր բաներ են տնտեսական քայլեր քաղաքականություն դա քաղաքականություն է կուսակցական չի բայց քաղաքականություն եւ հանրապետականը տակից ասում է այ որ հանգարց քաղաքականացիկ ձեր հարցերը չենք լուծի այ հիմա իրանց մոտ արդեն գիտակցության մեջ մտել է դա համար իրանք գիտեն եթե իրանք անգամ սոցիալական հարց բարձրացնեն թույլ չեն տա որ ռուսամետ ընդդիմությունը միանա դրան կասեն մի քաղաքականացեք կգնան Նիկոլ Փաշինյանը կասեն թակավոր ջան մեր շատ սիրի էլի մենք ընդդիմությանը դեմ ենք դու մեզ հարցերը լուծի էլի որտեվ այդպես են սովորացել հասարակությանը որ թակավորը պետք է լուծի էլի հա թակավորը պետք դրա համար ես խիստ կասկածում եմ որ ռուսական այս ծրագիրը պլան B-ն այսինքն ռուսամետ ընդդիմության միջոցով հաջողություն կունենա առավելևս որ դուք նշում եք նրանց բոլորին ձերբակալում են ցանկացած մարդ ով կփորձի ուրեմն այս կամ այն ձևով կազմակերպել ասենք սոցիալական շարժումը իսկ սոցիալական շարժումը պարտադիր պետք է կազմակերպվի չի կարող ինքնաբուխ կարող է սկսվի բայց պետք է կազմակերպիչներին կբռնես ով ոչ մի բան չի լինի վերջ Լավ է եթե իշխանությունը եկեք մյուս տեսանկյունից էլ նայենք եթե իշխանությունը այդքան վստահ է իր հանրային աջակցությանը ինչու է դիմում նման գործողությունների հենց կոնկրետ այդ ռեպրեսիաները նկատում Իսկ ով ասաց որ նա վստահ է իր հանրային աջակցության վրա
Սա մեկ, երկրորդ պրոֆիլակտիկ անվտանգության բան ապահովելը երբեք չի խանգարել։ Այսինքն դա պրոֆիլակտիկա է։ Այո, պրոֆիլակտիկը, որ շատ լավ հասկանում է, իշխանությունները հիմար չեն, հասկանում են, որ կարող է աշտանը իրականում տնտեսական սահմանափակումները խնդիրներ առաջացնեն, որտեղ իրականում կառաջացնեն, որովհետև $1 միլիարդ եկամուտ, ասենք գյուղապրանք արտանելով չի ստացել։ Այնտեղ անուղղակի ճանապարհները շատ քիչ տանում են, դեռ Ռուսաստանը փակում է, բայց անգամ անուղղակի տանելը դա էլի քո եկամուտները պակասացնում են, այսինքն դու նաև չկա Եվրոմիությունից փոխհատուցում, ինչ որ ծաղալի թիվեր, Ուրսուլա ֆոն դեր Լեյեն եկել էր 52 միլիոնի մասը խոսում, որը շատ անլուրջ է, էլի։ Ադրբեջանում էլ գնաց խոսքը։ Ադրբեջան դրական կոմիտե, այնտեղ Կովկասին էր տրամադրում 200 քանի միլիոն։ Չէ տրամադրում, Խոստանում էր տարիներից, Խոստանալ եւ իրականացնել դրանք շատ տարբեր բաներ են։ 52 միլիոն, երբ որ 1 միլիարդ միայն գյուղապրանք ավել, միլիարդից ավել ապրանք է ստանում, այսինքն այդ գումարով ոչ մի բան չկա, ոչ մի բան դու չես ստանալու։ Այո, հա գյուղացին հավատացեք, ինքը իր ծառը կկդրի, որ ծիրանի կամ մյուս ծառը, բայց ինքը դուր չի գա սոցիալական բանի, բունտի։ Եթե անգամ դուրս եկա, ոստիկանությունը բռնություն կիրի, առնու են մեղադրելու հետո։ Ումից էր պահանջելու էլի, երբ որ չեն մեղադրում ոչ մեկին, ոչ մի գործողություն չեն անելու։ Չեն անելու, կամ չեն պահանջում, ուղղակի եթե տեսա դեր չի երեքում, ճամպրոկա փագի գնա Ռուսաստան աշխատելու։ Մարդիկ շատ պրագմատիկ են, հայ մարդը շատ պրագմատիկ է։ Ինքը հասկանում է, որ մի անգամ ապրում պետքա լավ ապրի։ Ինքը տեսա, որ այս երկիրը իր հայրենիքը չի, այստեղ ինքը չի կարող լավ իրան ձևավորվի, ճակատին գրված չէ, որ սա 50 տարի պիտի անդադ ինքը ով գա, ինքը պետքա տուժող լինի։ Փագում գնում արտասահման։ Լավ, ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, որ Գագիկ Ծառուկյանի այդ կալանավորումը եւ Եկատերինբուրգ այցը Փաշինյանի փոխկապակցված էին։ Ինչ փաստերի վրա եք դա, թե ժամանակային համընկնումից բացի ինչ կա, որ փոխկապակցվածություն եք այդտեղ։ Որովհետեւ դրանից 2 շաբաթ առաջ այդ կալանավորից 2 շաբաթ առաջ Եդինա Ռոսիա կուսակցության համագումարի ժամանակ Ռոդենախկին ուրեմն նախագահ Մեդվեդևը կուսակցության ղեկավար անվտանգության խորհրդի նախագահ տեղակալ ասաց, որ Հայաստանում ուրեմն իշխող քաղաքական ուժը ճնշումների ենթարկում ընդդիմությանը, օրինակ Գագիկ Ծառուկյանը, որ հանդիսանում է Ռուսաստանի հետ բարեկամության ջերմ կողմնակից, նա հալածախերի արդեն Չէ, նա տվեց անունը եւ իշխանությունը մտածեց այդ դեպքում ուրեմն երևի մտածեց, որ այդ դեպքում եթե ինքը արժեք է ներկայացնում, բեսան ձերբակալեմ գնամ Միշուսյանի մոտ, ասեմ բաներ այնտեղ տնտեսական սահմանափակումները հանի, ես էլ իրան կազատեմ։ Իրան քաղաքական առևտրի փորձ է։ Հա, քաղաքական առևտրի, որը Ռուսաստանից չէ։ Ասես մեր համար մեկ կոզմոս կալանավորի։ Մենք Ռուսաստան հասկացավ Հայաստանի իշխանությունների հետ մասնակցեց Ռուսաստանը։ Հա, չմասնակցեց, որտեղ ինքը հասկացավ իմաստ չունի մասնակցել, որովհետև Հայաստանի իշխանությունների հետ ինքը այլևս առևտրի չի գնում։ Ինքը արդեն հասկացավ իմաստ չունի առևտրի գնալը, որտեղ անգամ քաղաքական առևտրի գնալու դեպքում ինքը կար ժամանակ հետո նորից այլ այսպես ասենք, ինչպես ժողովուրդը սիրում խափելու է։ Այդ համար ասած խնդիրը արդեն դրված ավելի լուրջ պայմանով, որովհետև կամ ռուսական կողմն է ապա մոնտաժելու այս իշխանությունը, կամ այս իշխանությունը Եվրոմիության պահանջով ապա մոնտաժելու ռուսական ներկայությունը Հայաստանում, սահմանապահները դուրս գալով, բազայի դուրս գալով, հետո հիմա կամաց գնում ենք դեպի դրան, որտեղ Եվրոմիությունը արդեն Հայաստանում իր այս հիբրիդային այս արագարձականքման խումբ կա, չէ՞, ըստ հիբրիդային հիմա եթե դու նայում ես դրանց լիազորությունները, ընդ ֆինանսական, լրատվական ինչ-որ բաներ են, դա փաստորեն ոնց որ թե առանձին ինչպես հետախուզական, հակահետախուզական մի հատ ինչ-որ արդեն կառույց է, դա Եվրոմիության արդեն քաղաքական մարմնի կառույց է, որ ձևավորում է Հայաստանում։ Իսկ նշանակում է Եվրոմիության դիրքի ամրապնդումը Հայաստանում եւ ռուսական դիրքի թուլացումը։ Այնպես որ առևտրի չգնացին, դա չգնացին իշխանությունները որոշեցին, որ տեցով մենք էլ միջև վերջ երկրորդ քայլը կանենք, այսպես ասեք, ապա կուլակաթափության աշխատանք կանենք, իհարկե վտանգավոր խնդիր է, որովհետև անգամ նրանք, ովքեր որ կգնեն Ծառուկյանի ձեռնարկությունները, չունեն ոչ մի երաշխիք, իսկ եթե իշխանությունը Ռուսաստան իրոք հաջողվի փոխել Հայաստանի իշխանությունը եկան ռուսամետ ուժերը, ով առել է այդ ձեռնարկությունը, ուղղակի դրանց ձեռքից վերցնելու է Նորստան Ծառուկյանին, իսկ նրանք ովքեր որ գումար են անգամ դրա մարտավի, զրկվել են նաև այդ գումարից։ Դա համաստեղ սեփականության հետ կապված հարցը շատ նուրբ հարց է, այտենց չի էլի, որ այտենց հեշտալ է հեծատում վաղուց բան կալի։ Ցեմենտի մասին էլ էր, չէ՞, խոսքը։ Հա, դա կարան պետականացնել, բայց դրանից հետո որ եկավ, պետք է ասի հիմա ցեմենտի գործանի հետ ուր, այդտեղից էլ իշքան աշխատավարձ է ստացել, լրիվ բեր վերադարձու ցեմենտ գործանի, ուրեմն բան բյուջեին։ Չէ, կգնաս ուրեմն որպես, չգիտեմ, գողության եւ այլ ինչ որ կողոպուտով կանացնես, որովհետեւ ասում եմ, սեփականության հարցը այտենց հեշտ չի էլի, որ մեկը մյուսից վերցնի։
Ստացվում է ձեր գնահատմամբ Ծառուկյանի կալանավորումը ավելի շատ աշխարհաքաղաքական խաղակարգ էր, քան ներքին Չէ, ներքինից ինքը ոչ մի բան չկա։ Հա։ Ներքին լսանին չէ պահանջը Ծառուկյան, թե Ծառուկյան էր ամենահզորը, չէ, Ներքին լսանից աշխատատեղերն են իրենց պահանջում, այս պահի դրությամբ 7000 աշխատող, որոնք մնացել են առանց թող հայրած թող բանուն, ամենատարօրինակն է, որ մարդիկ ասում են, հա, ԿՊ-ին են կընտրել, ոչ չեն կընտրել, որ գան բան մեզի աշխատել, բայց նա ասում է մյուս ժանրն է։ Այ դե ասում է, մարդը կոնկրետ ասում է, ես եկա ռուսամետ ընդդիմությանը, բան եմ անում, ճնշումներ եմ ենթարկելու, մարդը բաց այդ ասում է, ձեզ չի խապել վարչապետ, ասում է, ես հետ եմ, որ դու հետ ես ընտրել եմ, չես բողոքում։ Լավ, այս դեպքում ավելի վտանգավոր է փողոց դուրս եկած ընդդիմությունը, թե կալանավորված ընդդիմությունը։ Ախը փողոց դուրս գալ ինչ եք հասկանում, ասելով փողոց դուրս եկալ։ Այս փողոցային պայքարը նկատի։ Այսինքն փողոցային երթ պետք է անի, հետո անի երթը չի խանգարում։ Ոչ թե երթ, այլ ոնց արեցին 18-ին, փակելով բոլոր ճանապարհները համաժամանակյա։ Դրա համար եթե փակում եք բոլոր ճանապարհները, ոստիկան 18 թվականին պայմանավորվածության համաձայն ուժ չէր կիրառվում։ Հիմա եթե ուժը կիրառվել է, հիմա ուժ կիրառվել է։ Եթե ուժը կիրառվել է, դուք ունեք դրա դեմ ինչ որ հակաքայլեր։ Դե մտածում որ պիտի ժողովուրդը գնա, եթե ժողովուրդը գնաց փողոց փակեց, ոստիկանությունը գբռնություն կանի, երկու օր կծեցի, երրորդ օրը ժողովուրդը դուրս չգա փողոց։ Դրա դեմ քայլեր ունեք, թե պիտի անտա ժողովուրդը ծեծուտի, չէ, ժողովուրդը ծեծուտի։ Սրբազան պայքարի հետևանքը ինչ եղավ այս բանը։ Մարդիկ են որ բանտարկված են։ Ինչ այդ հարցով լուծվեց, այսինքն փողոցային պայքարի ավարտը։ Հա, բա ինչ, այդտենց էլ պետք է լինի։ Էլի վախի մթնոլորտով։ Դե հիմա վախի մտնոլորտը թե չվախի մտնոլորտը չգիտեմ, տենց էլ եղավ։ Ունեք քաղաքականություն, ասենք ոստիկանություն։ Եթե ունեք, մտածեք, եթե չունեք, ժողովուրդ անիմաստեղը դուրս չի գա, ժողովուրդ պրագմատիկ անիմաստեղը դուրս չի գա։ Կարող է ռոմանտիկներ կան լինեն, բայց ժողովուրդը դուրս չի գալու անիմաստեղը փողոցային բռնության ենթարկվի, որպեսզի ով Սամվել Կարապետյանը վարչապետ դառնա։ Դե բավականին մեծ բանակ ունի հետևորդներ, այնպես չի որ չունի։ Հա ինչ անենք, հա ունի 350, հա չէ, ունեն, հա հետո ունեն, մյուսն էլ 727,000 ունի, այս պաշտոնական տվյալներ, իրականում կարող է այդ չգիտեմ, այդքան թե այդքան չի, բայց պաշտոնական տվյալները այդքան ունի եւ ունի նաեւ ոստիկանություն։ Իսկ դու ինչ ունես։ Եվ ունի ԱԱՑ, դու ինչ ունես։ Ունի ուժային կառույցներ, դու ինչ ունես։ Այսինքն կարող ենք ձեր ասած տրամաբանությամբ հասկանալ, որ ՀՀԿ-ն դրա համար չմտավ պայքարի եւ դուրս եկավ ու հասկացավ։ Չէ, ես չեմ կարող ասել ՀՀԿ-ն չի մտավ։ Տարբեր պատճառներ կարող է բերել։ Դիմադիր դաշտը, չգիտես, ավելի լավ արեցին, թե ավելի վատ արեցին, որ չմտան ընդդիմադիրներին չմիացան այս պահին։ Չէ, այսինքն միանալ ընդդիմադիրներից 3 ուժ մնացա ռուսամետ ընդդիմություն։ Սամվել Կարապետյան, Հայաստան, իսկ ՀՀԿ-ն ինչ ուժ ունի։ Կարող է 50 հոգի մարդ են ընդամենը հետևից կանգնած։ Դե հա, ասում եմ, որ քաղաքական առաջին ջութակը չէինք, դրա համար որ չէ, ջութակը չէ կարել են, որտեղ մենք չգիտենք իր հետևով է կանգնած։ Հանրապետականը վերջին անգամ իր բանը այսպես ճակերտավա ընտրություններ ցույց տվել է ուժը 18 թվականը, 17 թվականին, երբ որ մականունավորները դուրս եկան, հա, պարլամենտում տեղ բան հաղթեցին ընտրություններ, հետո այդ մականունավորների 90%-ը այսօր բանը Նիկոլ Փաշինյանի կողքն են կանգնած։ Ճակատագրի հեգնանք։ Հա, չէ, որտեղ իրանք գիտեն, իրանք իշխանության կողմն են, դա համար որ ասում են հանրապետականներով, մի քանի հոգի հանրապետական ուրա որտեղ ցույց տվել իրաց ուժը, որ իրանք ուժ եղան, թե ուժեղ չեն։ Պարոն Վադալյան, թրիփի մասին երեք ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն էր արել, թե գրառում էր արել, չեմ կարող ճիշտ հիշել, որ սահմանային եւ մաքսային բոլոր գործառույթները մնալու են Հայաստանի վերահսկողության տակ, այսինքն կարող ենք ասել, որ սա փակում է միջանցքի թեման։ Թե չի փակում միջանցքի թեման, որտեղ կնքված պայմանագրի համաձայն Ադրբեջանը պահանջում է անխոչընդոտ ճանապարհ։ Եթե անխոչընդոտ ճանապարհը դու չես կարող, այսինքն գնացքը գալու է առանց կանգնելու միանգամից գա, մեքենան գալու է առանց կանգնելու միանգամից գնա, դե դու ինչ ես ուզում, դե ինչ է Իրանի համար ընդունելի չէ։ Չպարզաբանեց Վաշինգտոնը ամեն դեպքում չի հստակեցրել ինչ նշանակում Հայաստանի վերահսկողության տակ։ Հա, ասма վերահսկողության տակ, այսինքն դուք ձեր համար ռենտգեն սարքեր դրեք, մենք անդա ոչ իման չենք անել, բայց Իրան ասում չէ, պիտի մարդ կանգնի եւ ստուգի, Ռուսաստանն էլ ասում պիտի մարդ կանգնի եւ ստուգի։ Բայց Հայաստանը չէր խոսում ԵԱՏՄ կանոններով տարանցման մասին այս պարագայում, թե արդեն Ռուսաստան։ Հայաստան ասում որ Արցախը Հայաստանն է եւ վերջ։ Հիմա կարող ենք ասել, որ ԱՄՆ-ն փաստացի ընդունել է Ռուսաստանը ամբողջությամբ դուրս է մղվել եւ էլ հնարավոր չէ Ռուսաստանի մասնակցությունը թրիփին, քանի դեռ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։ Ռուսաստանը
ասենց ասենք թրիփը ընդհանրապես այս պայդրությամբ խիստ կասկածել է կաշխատի թե չի աշխատի։ Բա ինչ են հիմա ասենց հապճեպելի որոշումներ կայացնում, ցույց տալու համար, որ աշխատում են աշխատելու որ կառավարության իսկ արդեն հարց ուղարկում է բան սահմանադրական դատարան, սահմանադրական դատարանը կտայի դրական եզրակացություն, հետո կմտնի ազգային ժողովը ապագայս բացվի կպահպանվեն, բայց խիստ կասկածել են կաշխատի թե չէ, որովհետև Իրանի Իսլամական Հանրապետությունը դա բավականին նա դեմ չէ, եթե մաքսավորներ կանգնեն, դա ուրիշ հարց է, բայց այս Զանգեզուրի միջանցքը, սա վերջում միջանցքը, Ախոնչոդը միջանցքը, դրան ինքը դեմ է, որովհետև այնտեղ կանգնում են ամերիկյան մասնավոր ռազմական կառույցներ, որոնք անվտանգության եւ հսկողության խնդիր ունեն։ Ինչ է նշանակում հսկողության խնդիր։ Արդյոք Իրանից ապրանքները, որ մտնում են Հայաստան, նրանք իրավասու են տեսնելու ինչ է մտնում, ինչ չի մտնում, ստուգելու, կանխելու, կանգնացնելու թե չէ։ Եթե ինչ որ փորձեցին Իրանի դեմ ինչ որ գործողություն անեն, իրանցիները ուղղակի իրան շահիդներով կխփեն այդ անվտանգության բանին կսպանեն։ Հիմա եթե Հայաստանի տարածքում ամերիկյան զինվորներ մահանան, դա Հայաստանի իշխանությունները ո՞նց է բացատրելու։ Իսկ Իրանը կսպանի, խնդիր չի, հա։ Պարսեսով չի սպանում, գտանի կսպանի։ Նույնիսկ թեժացել ակտիվացել է, բայց եթե Ադրբեջանը կրկին պահանջի այդ ձեր ասած հատուկ ռեժիմը անխոչնորոշ ում կողմը կանգնի այս պարագայում ինչն է ձեռնտու ավելի ԱՄՆ-ին ԱՄՆ-ին ձեռնտու անխոչնտու ԱՄՆ-ին ձեռնտու որ Թուրքիան այդ ճանապարհով կապի կենտրոնական ուրեմն ամբողջ ուրեմն կենտրոնական Ասիայի հետ որպեսզի այնտեղից տարբեր տեսակի հանքահումքային եւ հատկապես հազվագյուտ մետաղները դուրս բերի ինքն այդ ճանապարհով անցած ուղղակի շլագբանում բացածնի փող վերցի շլագբան բարձրացնեցին փող աշխատի իհարկե դա այդքան փող աշխատելու տեղ չէ դա քաղաքական պրոյեկտ է հա ինքը բիզնեսն է բայց սա նաև սա թուրանական ճանապարհ է որը թիվ 1 ուղղված է Իրանի դեմ Իրանը հյուսիսից փակելու ծրագիր է սա Իրանը դա շատ լավ հասկանում է անկախ ինչ կասի Հայաստան դրա համար ինքը դա թույլ չի տալիս Իրան ասում ես թույլ չեմ տալու որ իմ ճանապարհը դեպի Հայաստան Վրաստան սերծով Հայաստան Վրաստան Ռուսաստան փակեք իհարկե այնտեղ կա նաև Կասպից ծովով Ադրբեջան տարածքով, բայց Հայաստանը միակ քրիստոնյա երկիրն է իր շրջապատում, որը չի գտնվում այսպես առնվազն դեռևս իր թշնամիների Իսրայելի կամ ԱՄՆ կամ Թուրքիայի, ասենք էլի, ազդեցության տակ, իհարկե Եվրոմիության ազդեցության տակ է ամբողջովին, բայց դեռևս այդքան վտանգավոր չի Իրանի համար այս պայդրությամբ այդ բանը ազդեցության տակ գտնվելը։ Դա համար ինքը այո դեմ է դրան։ Բայց հենց հետա որ իր կարծիքը չեն ասում, բայց դժվար ասել սա կաշխատի թե չէ, որտեվ շատ բաներ կախված է թե ինչ պայմանագիր կլինի, նոր, վերջնական է, որ նորից սկսել է, դրանից հետո ինչ պայմանագիր կլինի, Իրանը կարող է պահանջի, ասի թրիփ ուզում եք, խնդրի չի, ուրեմն ես ինքս պետք է 76%-ի մեջ պայատեր ունենամ։ Ես կդնեմ մաքսավորները։ Այո, ես դա ուզում ասեի կանխեցիկ, այսինքն իրանցի մաքսավորները։ Հակասի ես եմ դնում, եթե Հայաստանը չուզում դնի, ես եմ դնում։ Ռուսաստանը էլի չկա։ Չէ, Ռուսաստանը թույլ չի տրվելու դրա համար։ Հայաստանը թույլ չի տրվելու Ռուսաստանին ստեմ մասնակցելու, որտեվ այս իշխող քաղաքական ուժի նպատակը Ռուսաստանին ստեղից քայլալքար հեռացնել է, ինչը ինքը հաջողությամբ իրականացնում է, ինչը ռուսները այսպես չեմ ու չումով, բայց ստիպված են ենթարկվում են։ Լավ, դուք ասում եք նաև, որ Ռուսաստանը վերջնականապես խզել է հարաբերությունների իշխող Այո, վերջնականապես խզել է։ Բայց այդ դեպքում ո՞րն է այն կարմիր գիծը, որից հետո արդեն կասենք ճնշման նոր փուլ է սկսվել կամ առհասարակ էլ մենք չունենք հարաբերություն, չեն անցել արդեն այդ բոլոր կարմիր գծերը։ Չանցել են, դրա համար չունեն, դրա համար տնտեսական սահմանափակումներ են մտցված, դրա համար էլ Լեսա նուրբ տեսակը չի է տնտեսական սահմանափակում, դե հիմա կամաց գնում են, կամաց որևէ շնորհավորական ուղերձել չի հնչել մինչ այս պահը, օգոստոսի 3-ին էլ, երբ որ արդեն կերվի ազգային ժողով եւ կընտրի նոր վարչապետ Այդ դեպքում ինքը կարող է ասել ես չեմ բանը դե ֆակտո ղեկավարություն Այդ դեպքում դու կարող եք ընդհանրապես Հայաստանը դեկտեմբեր մի մոռացեք մայիսի 30-ին դրված է Հայաստանի 6 ամսվա ժամկետը եթե միջև 6 ամսվա դեկտեմբերի 30 Հայաստան-Ռուսաստանին չի հաջողվում Հայաստանում իշխող քաղաքական համակարգին ապամոնտաժել ապա դեկտեմբերի 30-ին Հայաստանը վերջում են դուրս են շպրտում յատամեցու վերջ Այդ դեպքում գազի գինել է բարձրանում են մարդիկ որ իշխող քաղաքական ուժին են կողմ են քվեարկել որ համատնակաշը 220 դրամով մարնում հիմա կգնան 700 դրամով կառեն կամ 1000 դրամով կառեն Բայց գազի գինը ասացիք հիշեցի Արեգ Քոչինյանը ասում է եթե Ռուսաստանը դադարեցնի գազի մատակարարումը Հայաստանը կարող է Եվրամիությունից նույն գազը բայց նույն Եվրամիությունը Ռուսաստանը չի տրամադրում Եվրամիությունը գազ չունի
Էդ եմ ասում, ռուսական աղբյուրներից չեն իր գազի խոսքերը։ Չէ, Ադրբեջանից են։ չէ, բանից են։ Եվրոմիությունը գազը գնում է Միացյալ Նահանգներից, այդ բան հեղուկ գազը մեկ գնում է Ռուսաստանից հեղուկ գազ, որոշ Եվրոմիության անդամ երկրներ, Իսպանիա եւ այլն, որը յամալից այնտեղ հեղուկ գազը գնում եւ հիմա շատ մեծ քանակությամբ է գնում, որտեղ 27 թվականի հունվարի 1-ից ընդհանրապես հեղուկ գազի մուտքը Եվրոմիության տարածքին գնում է սանկցիայի տակ 2, երրորդ Եվրոմիությունը գնում է թուրքական հոսքով, որը ռուսական գազն է գնում է ուրեմն Թուրքիա, այնտեղից մտնում է Բուլղարիա եւ Բալկաններ ու մի քանի հարավ-արևելյան Եվրոպան է գազ տանում եւ չորրորդ Ադրբեջանի տարածքից է գնում, որ այդքան մեծ ծավալ չի, դա էլ գնում է որոշակի, ասենք Եվրոմիության որոշ անդամ երկրներ, այսինքն երբ որ դու ասում ես գազը կգնեմ, դու պետք է ուրեմն հույս ունես, որ ուրեմն Ռուսաստանի գազը որ գնում է Թուրքիա եւ Թուրքիայից գնում է Եվրոմիություն, Թուրքիայից Եվրոմիություն չէ, Թուրքիայից պետք է գա, ուրեմն ստեղ է կապնվի Հայաստանի գազային համակարգետ, իսկ քեզ ով ասաց, որ Թուրքիան քեզ այնտեղ գազ է ուղարկելու, գազատ վաճառել, իսկ քեզ ով ասաց, որ Իրան Իսլամական Հանրապետությունը քեզ գազ, չէ, կվաճառի, բայց Իրանը կասի, ուզում ես քեզ գազ վաճառեմ, հա, այդ դեպքում ընդունի հայտարարություն, դու դատապարտում ես Միացյալ Նահանգների, չգիտեմ, քաղաքականությունը Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, այս իշխանություններին, որ ՑՍՍ-ը այդպես հայտարարություն չեն անի, կասեն չեն վաճառում, կամ ընդունի հայտարարություն, որ սիոնիստները Պաղեստինում ցեղասպանություն իրականացնում, այս իշխանություններին ստիպեցալ սիոնիստերի դեմ, ասենք, որովհետեւ իշխանություն բան չեն անի, չեն ընդունի, կամ ընդունի, չգիտեմ, Հեզբոլլահի, ասենք, զինվորներին ընդունի կոմոդ հանգստանալու բուժման նպատակով իշխանությունները չեն անում, որտեղ կվախենան Ամերիկայից, Իրանը կարող ասի, այդ դեպքում ես քեզ չեմ վաճառում գազ։ Իսկ Թուրքիանը կարող ասի չեմ վաճառում, եթե դու մեր պայմանը չես ընդունում։ Այսինքն ընդունում ես, որ 300,000, լավ 200,000 ադրբեջանցի պիտի գա Հայաստանում բնակվի, այդ դեպքում գազ են բան անելու։ Համաձայն ես 200,000 ադրբեջանցի գազ տեղափոխել։ Պայմանը է դա։ Հա, պայմանը է դա։ Եթե համաձայն ես կվաճառեմ, չեմ վաճառում, չէ գնա այնտեղ քո համար բան է այնտեղ, առանց գազի յոլա գնեմ, ինչ Աֆրիկայի երկրներ առանց գազի յոլա չեն գնում, Սուդանում, չգիտեմ, բանում, այն կենտրոն Բայց եթե Չադում։ Ռուսաստանը հյուծում է Հայաստանին, բան Բադալյանը, չի նշանակում, որ պատժվում է զուտ Հայաստանի քաղաքացին, իսկ նա ժողովուրդը։ Այս ժողովուրդը բունտ չի անելու ժողովուրդը։ Չէ, չի անելու, այդ ժողովուրդը Ռուսաստանը այսպես է մտածում, ես ձեզ ասում եի, չէ, այս իշխանությունը իմ դեմ է։ Հակառուսական քաղաքականություն իրականացնում։ Հարգելի հայաստանցիներ, 727,000 մարդ գնացիք բանկոմ քվեարկեցիք Իրան, այսինքն 727,000 մարդ հակառուս եք։ Դուք հաջորդ հակառուս եք։ Եթե հակառուս եք, ես ինչի ձեր մասին պետք է մտածեմ։ Երբ որ ես այսօր Ուկրաինայում սպանում եմ սլավոնական, հա, արևելասլավոնական ցեղի իմ եղբայր ժողովրդի սպանում է։ Դուք ընդհանրապես սլավոն չեք։ Երբ որ դուք հակառուս եք, 727,000 մարդ, ովքեր կոմա քվեարկել Նիկոլ Փաշինյանի, նա հակառուս է։ Նա ուզում է Ռուսաստանը մասնատվի, նա ուզում է Ռուսաստանը պարտվի, նա ուզում է, որ Ռուսաստանը Եվրոմիությանից պարտություն կրի, մասնատվի, ինչի պետք է նա պաշտպանի։ Իսկ ինչի՞ եք դուք նայում ձեր աչքերով, որ ռուսը ձեզ պետք է լավություն անի, չէ, դուք նայեք Մոսկվայի աչքերով։ Հիմա մեկը ձեզ վատություն անի, ասեք, գիտեք, ես էլ իր վատությունը կանեմ, իսկ կարող է իր հարևանը դուժի ձեզ հետաքրքրում է, թե չէ։ Իրականում չէ։ Տրամաբանությունը հասկանալի է, պարոն Բադալյան։ Լավ, ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի թեման էլ է իրականում այս պահին ավելի sense շատ արծարծվում, դուք ասում եք, որ Ռուսաստանը պահանջում է ընտրություն։ Այո։ Դուք էլ եք ասում, շատ փորձագետներ են ասում։ Կամ գնա ԵԱՏՄ, կամ գնա ԵՄ, չես կարող մի աթոռի, երկու աթոռի վրա նստել։ Այսօր փոքր պետությունները հնարավոր չէ, որ համագործակցեն միաժամանակ այդ դերասը տարբեր բևեռների հետ, դիվերսիֆիկացիա լինի եւ տնտեսական առումով եւ աշխարհակաղակական առումով, ինչու դա հնարավոր չէ։ Հնարավոր է։ Բայց Հայաստանը չի համագործակցում, որովհետեւ ասում են անգեր ջան, դու հանում ես սահմանապահ ուղեկալները, բայց բերում ես Եվրոմիության հետախուզական ծառայությունը քո մոտ դնում, հանձինս ես հիբրիդային եւ այլ եւ այլ։ Ուզում ասի ես էլ մնամ, նա էլ մնա։ Չասում նա չմնա։ Նա չմնա։ Նա չմնա, որտեղ դա իմ ճշտամի կառույցն է։ Այդ մեկ, երկրորդ, ԵԱՏՄ-ն գոյություն ունեն որոշակի նորմատիվ իրավական ակտեր։ Դու բերում ես Եվրոմիության չափորոշիչները, այսինքն կոպիտ ասած կարակը, որ պիտի արտադրվի, մեր մոտ կարակի արտադրման մեջ թե մեջը ինչ տարեր են մտնում, ինչ տոկոսային չափով ուրիշ է, Ֆրանսիայում ուրիշ է, չեմ ասում Ֆրանսիան լավն է, մերը վատն է, ասում եմ մերը ուրիշ է, իրանց ուրիշ է։ Հիմա եթե դու անցնում ես լրիվ իրանց չափորոշիչներին, եթե
արդեն քո համար Եվրոմիության բոլոր այդ չափորոշիչները ընկալելի են, ապրանք արտադրելու։ Եսի մոտ խիստ ֆիտոսանիտարական, ասենք, հսկողությունը իմ մոտ խիստ է։ Եվրոմիությունում խիստ չի։ Դու իրանց չափորոշիչով ես արտադրում, ուրեմն իմ շուկայում չես կարող վաճառել։ Գնա այնտեղ վաճառի դեպքում սա մեկ, դու բերում ես այդ իմ ուղեկալներին հանում ես, խնդիր չի, քոնը դիր, բայց դու իմը հանում ես, բան բերում ես իրենց ռազմական բան ես անում։ Դու հանում ես իմ, ասենք, ԱՊՀ դու չես մասնակցում հապկի զորավարժություններին, քո գործն է, բայց դու գնում ես մասնակցում ես ամերիկացիների, հույների եւ ֆրանսիացիների հետ համատեղ զորավարժություններին, թեկուզ խաղապատների անվտանգ։ Դու քո չափորոշիչները պաշտպանության նախարարության տեղափոխում ես ՆԱՏՕ-ական սկզբունքների, այսինքն դու չես համագործակցում, դու բազմավետր չես անում, դու ճակատ ես փոխարել, դու բան ճամբար ես փոխում, դու ճամբար ես փոխում, դու չես անում։ Իսկ ճամբար փոխելուն ես չեմ ուզում ֆինանսավորել, չեմ ֆինանսավորել։ Գնա, ինքը ասում է դու հանրակրվերա, որ ես իմանամ։ Սա քո ժողովուրդն է 727,000, որ հիմա ես գիտեմ, ենթադրում եմ, այս ընտրություններում քո ժողովուրդը 727,000 քեզ պաշտպանես, բայց կարող է ինքը այդքան չէր հաշվի առել։ Հիմա կոնկրետ հստակություն դիր, ասա ժողովուրդ, մենք գնում ենք Եվրոմիություն, թե չենք, որտեղ դու ընդունել ես նաև Եվրոմիության հետ կապված բաներն ես ընդունել։ Օրենք, նաև մայիսի 5-ին եւ Հայաստան Եվրոմիության 44 կետանոց հայտարարություն ընդունեցիր, հռչակագիր ընդունեցիր, որտեղ կան կետեր, որոնք արդեն հակասության մեջ են մտնում ԵԱՏՄ-ի հետ կապված կետերին։ Դրա համար սա ինձ հակասում է, դրա համար մի հանրակրվի արա, իմանամ, եթե քո ժողովուրդը, քեզ ասեմ կուլտուրական հաջողություն ժողովուրդ, ուրեմն իմացիր, գազ վճարում ես 700, որ Եվրոմիության անդամներին են, չգիտեմ 800,000 Ռուսաստանի Դաշնություն գտնվող անօրին արդեն դառնում են անօրինական ՀՀ քաղաքացիներին շպրտում եմ, հանում եմ դուրս թող գնացեք քաղաքացիներին էլա։ դու չէ, նրանք ովքեր բան է քաղաքացի են, բայց ՌԴ քաղաքացի չեն, այնտեղ կան նաև ՌԴ քաղաքացի են, բայց մոտ 800,000, եթե ոչ ավել, կան ՀՀ քաղաքացի, որոնք Կրասնոդարում են ապրում արդեն 15 տարի է, Օմսկում են ապրում, Մոսկվայում ապրում, չգիտեմ, Ռիազանում են ապրում, են փոխանցումներն էլ են պակասում կամ վերանում։ Այո, դրանք ասում են, դրանց էլ կհանեմ, տանեք ձեր համար Եվրոպայում։ Ես դրանց փոխարեն կբերեմ, չգիտեմ, ուրիշ ազգի կբերեմ, վրացիներ կբերեմ կամ չգիտեմ ուրիշ ազգ կբերեմ, որոնք որ կաշխատեն կամ չգիտեմ, կենտրոնականացիայից կամ Հնդկաստանից կամ ինչ-որ միտեղից կբերեմ, ձեր գործը չի։ Ուկրաինայից կբերեմ, որոնք փախստականներ են, բայց դու գնացեք Հայաստան եւ ես իմանամ, որ դուք ժողովուրդ ուզում է գնալ Եվրոմիություն հաշվի առնելով բոլոր այդ խնդիրները, որ կա։ Իմ շուկան կփակեմ, Ռուսաստան գնալը կլինի արդեն վիզայով, դրամական փոխանցումները կփակեմ, իսկ այնտեղ 100,000 խոպանչիներ են աշխատում շինարարության մեջ, որ այս պայնը շինարարություն կանգնած չի։ Այնտեղ մարդիկ տարբեր բիզնեսներ ունեն, որոնց աշխատում են փող են տալի։ Իսկ դուք այդ մարդկանց պատկերացնում եք, եթե Կրասնոդարում ապրում է, տուն ունի, գրաժդանство չունի, բայց տուն ունի, բիզնես ունի, հետո ասում են դե հիմա ճամպրուկը հավաքի, գնա քեզ կտանենք վերին լավ, սնդից գնացքից կհանենք, ոտով քայլելով գնա դեպի Հայաստան։ Ու մի քանի 100,000 մար ճամպրուկով պատկերացում եք այդ վիճակով գա Հայաստան։ Բայց պարոն Բադալյան, դա չի ստացվում, որ ավելի շատ հակառուսական տրամադրություն է ավելացնում, այսինքն Չէ, ինքը դա ասում կանենք, դա ձեր խնդիրն է։ Հա, դե ասում դա ձեր խնդիրն է։ Դուք որ ունեք պրոռուսական քաղաքականություն, դա ինձ օգնեց, հունիսի 7-ին գնացիք կպանտրեցիք։ Դե չկա։ Իշխանությունները ունեին ռուսական պրոռուսական քաղաքականություն, բայց տեսանք Արցախում ինչ եղավ։ Հա, ինչ Արցախում դուք հանձնեցիք, ամբողջ ձեր էլիտան Արցախը հանձնեց։ Ում են մեղադրում դրան։ Ում ուզում մեղադրեն, ասում կանենք, դու կարող ես բան այդ, չգիտեմ, այդ Տիգրան Մեծի ժամանակ էլ եք խնդրեմ ունեցել։ Դա ձեր խնդիրն է, ձեր ղեկավարությունն է հանձնել Արցախը, ին վրա մի գցեք, հա, այո, դուք կարող եք կատարել Ռուսաստան, զենք եք վաճառել Ադրբեջան, այո, այդտեղ ինքը մեղավոր է, ինքը զենքը վաճառել է, այո, այդտեղ կարող եք մեղադրել, բայց Արցախը դուք եք հանձնել, ես չեմ հանձնել, մենք զգուշացնում ենք, որ տվյալ քաղաքական գործիչը եւ քաղաքական ուժը այս քաղաքականությունը իրականացնում, որի արդյունքով դուք կտուժեք Արցախի հարցում կտուժեք։ Մենք ձեզ զգուշացել ենք, դուք մեզ լսել եք այն հայտի Լավրովի պլանը։ Դուք լսել եք, չէ, դուք եք մեղավորին չեք ին վրա մուննատ գալի։ Դուք եք վաճառել, հանգած հեքիաթ չպատմեք, թե Հայաստանի ամբողջ ղեկավար կազմը չէր կարողանում ազատվել Նիկոլ Փաշինյանից։ Լուրջ եք ասում։ Ձեր ամբողջ ժողովուրդը Արցախը հանձնել է։ Ամբողջ ժողովուրդը հանձնել։ Հեքիաթը չպատմեք հանգած։
Երբ որ Հայաստանի ժողովուրդը, այո, Հայաստանի ժողովուրդը, արցախցիները։ երբ որ գնում էր ընտրություններին 10,000 դրամ էր բաժանում։ Երբ որ ժամանակ ասում ենք 10,000 դրամ մի բաժանեք, որտեղ մարդը, որը 10,000 դրամով ձեներ առմտվել պարլամենտ, ինքը բանակյան վտանգության մասին չէր մտածում, մտածում էր իր դրած փողը, բաժանած փողը հետ բերել է մի բան էլ ավել։ Դուք եք արել, հարգելի քաղաքացիներ։ Ձեզ չի հասնում Արցախ։ Իսկ Ադրբեջանը Արցախ հասնում է, որովհետև ինքը բան է ամեն ինչ արեց 30 տարի, որպեսզի սերունդ դաստիարակեց, որ ինքը իր որտեղ իր թիկունքում կանգնած է Թուրքիան պետականության հզոր պատմության ավանդույթներ ունեցող։ Իսկ դուք սարքեցիք Արցախը այնտեղ փողատերեր, ոնց կարող Արցախի նախագահան այդ դժվար պահին լինի Արայք Հարությունյանի մոտ անձնավորություն։ Լուրջ եք հայտնում, ասենց այդ գործ իշտեր, հա, որ պիտի արժաներ Արցախի նախագահ լինելու։ Հենց այդ պահին նայեք Հարավային Օսեթիայի նախագահան, հիմա ում առաջադրեցին Կուրչատով ինստիտուտի տնօրեն, որը ֆիզիկայի խոշորագույն, այսինքն ինտելեկտի հետ կապված բան է, էլի ձեռնարկությունը, իսկ Ղարաբաղի ղեկավարները ովքեր էին։ Այդ դրամբոն հանքերն եք լրիվ մաքրում, կողքին տարածքներն եք թալանում, լրիվ շենքերը, որ անգամ գերդի տակից բանը տրուբեկն եք հանում, որպես մետալալում վաճառում, քանի մարդ արակ Արցախում բնակեցեցի 30 տարվա ընթացքում։ 3000 մարդ Լաչինում բնա, ու դուք ուզում եք ասեք, որ Ռուսաստան Արցախը հանձնա։ Արցախը երբեք հայ էլիտայի համար պետականություն սարքելու բան չի եղել, գործոն չի եղել, փող աշխատելու գործոն ա եղել։ Հա։ Լավ, հիմա բազմավեկտոր քաղաքականություն այսօր դեռ հնարավոր է, հնարավոր է։ Այո, հնարավոր է։ Եվ դա միակ տարբերակն է։ Չպետք է լինես պրոռուսական, չպետք է լինես պրոիրանական, չպետք է լինես պրոամերիկյան, պետք է լինես բազմավեկտոր։ Հիմա այդ է։ Որովհետև նաև հարևան երկրում Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարը հողակավորման գործընթացներ իշխող քաղաքական ուժը վարչապետի գլխավորությամբ գնաց, հա, իր սքո գործողության մասնակցեց, իսկ դիմադիրներից ով գնաց։ Հայաստան դաշինք, հա, կամ ուժեղ Հայաստան։ Իսկ դեսպանատունը չկարացան, կաթողիկոսը կարար գնար դեսպանին ցավակցություն հայտներ, իսկ դիմադիրները բան այդ չեն կարա գնային բան այդ դեսպանատուն իրենց ցավակցություն հայտնել։ Դա այդ գործիքակազմի մեջ մտնում չէ։ Իհարկե։ Այո, բայց չգնացին, վախեցան, որ կարող է հետո Եվրոմիությունը վիզա չտա, չէ, Ստրասբուրգ չգնան, Բրյուսել չգնան, Փարիզ չգնան, կամ էլ ամենակարևոր տեղը, հայի իդեալական տեղը հանգած, այո, Գլենդել չկարանան գնան, չէ, որտեվ Իրան են գնացել։ Ու դուք ուզում եք, որ այս ընդդիմությունը բանանի իշխանության գա, հա։ Ոչ թե ընդդիմությունը իշխանության գա, պարոն Բադալյան։ Հա, ընդդիմությունը գա իշխանության, հա։ Ընդդիմությունը գա իշխանության։ Հա, ուզում եք, որ այս տեխնոլոգիական այս գործընթացով այս ձևի մտածող ընդդիմությունը գա իշխանության, չի գա։ Այդ դեպքում ինչ կարող եք ասել, որպես քաղտեխնոլոգ, բոլորին դեմ եմ կուսակցության մասին, որը իսկ շատ լավ ծրագիր էր, որ իր գործառույթը իրականացվեց ու լուծարվեց։ Ինչ գործառույթ իրականացվեց։ 20,000 ձեն ինքը բան փոշիացրեց։ Զուտ փոշիացնելու համար։ Իհարկե։ Ում փոշիացրեց իշխանության։ Այո։ Պարզը։ Որովհետև եւ դա եւ այն մնացած բախի ազգային կոնգրեսը չգիտեր, որ ինքը չի անցնելու։ Չէ մասնակցում, որ մի 15,000 ձեն փոշիացնի, այդ 15,000 ձենը միգուցե գնար բանին, Բարգավաճ Հայաստանին։ Միգուցե գնար։ Կամ 15,000-ի կեսը, լավ, 7,000 գնար, 5,000-ը գնար, 30% գնար, 5,000 ԲՀԿ-ն կանցներ, ԿՊ-ն կունենար, էլի կհաղթեր, որտեղ ընտրություններ չես կարող, բայց կունենա 61 տեղ, իսկ դա մեծ տարբերություն է։ 64, որտեղ 64-ը ասենք 3-5-րդ է։ Հիմա դիրքային պայքար է գնում, հիմա տեսեք, արևմուտքի բանով ուղղությամբ, աջակցությամբ իշխող քաղաքական ուժը փորձելու է պահել իր իշխանությունը, քայքայելով ընդդիմադիրներն փորձել են Ռուսաստանի աջակցությամբ պահել իրենց դիրքերը, քայքայելով ԿՊ-ին, այսպես դիրքային մարդը գնալով կախտի չգիտեմ։ Եթե վաղը Հայաստանին իսկապես ասեն ու ընտրության առաջ կանգնած լինի ԵԱՏՄ թե ԵՄ, եւ իշխանություն եւ ընդդիմություն, չգիտեմ ով կխաղա այդ դաշտում, իշխանությունը ինչ կընտրի, հասարակությունը ինչ կընտրի ձեզ եւ ընդդիմությունը ինչ կընտրի։ Ես նկատի ունեմ հանրակրվեով ինչ կընտրվի։ Ինչ որ իշխանությունը կորոշվի։
Հանրաքվեն ինստիտուտը, բանատրության ինստիտուտը, որը Հայաստանում չի աշխատում։ Եթե ուզում եք որ աշխատի, ուրեմն դա պետք է հանրային հեռուստաընկերությունը վերցվի միջազգային հսկողության տակ, որ ապահովի նրա օբյեկտիվությունը, ոչ թե միակողմանին։ Դա պետք է հանձնաժողովներում ամբողջովին միջազգային դիտորդներ լինեն բոլորում, պետք է լրիվ իր ուժային կառույցները վերցվի միջազգային այսինքն ՄԱԿ-ի հսկողության տակ ստեղ պետքա նոր ընտրական գործընթաց լինի, ոնց որ ասենք Հարավային Սուդանում, Սոմալիում, այսինքն մեր մակարդակի երկրներում, Աֆրիկյան այդ ցեղապետություններում, էլի։ Մեր մակարդակ, այդ մեր Եթե մակարդակի իմի վերենք, պարոն Բադալյան, ի վերջո ինչու պարտվեց ընդդիմությունը, դե հասկանալի արդեն իշխանության գործիքակազմը եւ PR ակցիաները, աշխարհաքաղաքական գլոբալ PR-ը, բայց ինչու նաեւ պարտվեց ընդդիմությունը մեծ հաշվով։ որտեղ ընտրությունները հնարավոր չի իշխանություն փոխել։ Միակն է։ Սա մեկ եւ երկրորդ կարող է մի քիչ ավելի շատ ձայն ունենալ, չէր կարող հաղթել, բայց մի քիչ շատ ձայն կարող էր ունենալ, եթե Բարգավաճը չէ 61-ի տարբերություն 61-64-ից տարբերություն է լինում, կարող է 60 լիներ, մի քիչ ավելի լիներ կամ 59 լիներ, այսինքն էլի կհաղթեր։ Ուղղակի դա ձեների տարբերություն, եթե ընդդիմությունը կոնկրետ իրական Հայաստան ավելի կոնկրետ իրական Հայաստան առաջարկեր, իսկ Բարգավաճ Հայաստանը մի քիչ ավելի գրագետ քարոզարշավ անցկացներ։ Որտեւ իրաց քարոզարշավ անցկացրեցին այն մակարդակի, որ ամեն ինչ դրվեց Գայիկ Ծառուկյանի ուսերին, ինչը կոպտագույն սխալ էր։ Ու թիրախավորվեց է։ Այդ ստացած ձայները լրիվ Գայիկ Ծառուկյանի այդ ձայներն էին։ Իսկ ինքը պոտենցիալ ուներ առնվազն դրա գոնե 30% ստացածից ավելի ձայն ստանալ, պոտենցիալ ուներ։ Այսինքն ինչ պատկեր ունենք մենք հիմա, պարոն Բադալյան։ Դու ունենք այն պատկերը, որ ընթացիկ այսպես դիրքային մարտերով գնալու ենք առաջ։ Միջև դեկտեմբերի 30 տնենք ինչա լինում։ Դեկտեմբերի 30։ Իսկ հետո այս պետություն կարող վարի գնա։ Այսինքն մենք սպասում ենք Ռուսաստանի արդեն արձագանքներին ու հետևանքներին։ Չէ, մենք սպասում ենք արևոտ Ռուսաստան, այսինքն դիրքային պատերազմը Հայաստանի Հանրապետության տարածքում։ Դիրքային պատերազմ նկատում քաղաքական պատերազմ, ոչ ռազմական։ Մենք դրան ենք սպասում։ Հարավային Կովկասում ով ինչ դեռևս չի ավարտվել, դեռևս այս բաները վերջական խոսքը կամ վերջակետը չի դրվել։ Սա ընթացիկ գնում ենք, մի բան կլինել է։ Բայց ոնց որ հոսանքով գնանք, էլի։ Բայց չէ, որովհետեւ դու սուբյեկտ ես, դու օբյեկտ չես արդեն։ Դու ընդհանրապես մեծ թրիփ ես դառնում։ Որի վրա է ընդհանրապես ասած բեռնատարները գնալու են գալ, երկու ռեստորան, ճաշարան բացվի, որ վարորդները ուտեն, ուրախանին քնեն, սարտեն, գնան իրանց դեպի արևմուտք, արևմուտքից գնան կենտրոնական Ասիա, կենտրոնական։ Դրա համար 30 տարվա ընթացքում ունես պետություն պիտի կառուցել, որ այսօրը չհասներ։ Շնորհակալ եմ, պարոն Բադալյան, հասցրության համար։ Շարունակեք հետևել մեզ բոլոր սոցիալական հարթակներում, միացեք մեր Patreon-ի համայնքին, շաբաթվա անցուդարձից առաջինը եւ մշտապես տեղյակ լինելու համար։